Դու բավականաչափ բարձր ինտենսիվությամբ չես մարզվում։ Միջին վիճակագրական մարզասրահ գնացող մարդը ու հատկապես կանայք պարզապես բավականաչափ բարձր ինտենսիվությամբ չեն մարզվում, որպեսզի մաքսիմալ մկանային աճ ապահովեն։ Ու եթե դու ասում ես, «Օ, ինձ մաքսիմալ մկանային աճը չի հետաքրքրում, ես առողջ լինելու համար եմ մարզվում», դու սխալվում ես, որովհետև մկանային մասսան ուղղակիորեն հսկայական կարևորություն ունի քո առողջության համար։ Ատկազը այդ են կետն է, երբ դու էլ ֆիզիկապես ավել կրկնություններ չես կարող կատարել։ Եթե դու քո կատարած մոտեցումը բավականաչափ ատկազին մոտ չես հասցնում, ապա այն մկանային աճ չի ապահովելու։ Մոտեցման մենակ ատկազին մոտ վերջին մոտավոր 5 կրկնություններն են, որ մկանային աճ են ապահովում։ Որովհետև մենակ այս վերջին մոտ 5 կրկնություններում է, որ մենք ակտիվացնում ենք մեր ամենախոշոր մկանաթելերը, որոնք որ աճի պոտենցիալ ունեն։ Այս նշանակում է, որ եթե դու քո ջանքի 70%-ով ես անում մոտեցումը, ու այս վերջին կրկնություններին չես հասնում, որտեղ ամենախոշոր մկանաթելերն են աշխատում, քո մկանները սրանից ոչ թե 70%-ով են աճելու, այլ չեն աճելու։ Այն փոքր մկանաթելերը, որոնք մենք ամենօրյա կյանքում օգտագործում ենք, արդեն հասել են իրենց մաքսիմալ չափսին ու ֆիզիկապես էլ չեն կարող աճել։ Քեզ պետքա որ քո ներդրած ջանքը բավականաչափ մեծ լինի, որ ուղեղը ակտիվացնի ամենախոշոր մկանաթելերը, որովհետև քիչ ջանքի դեպքում ակտիվանում են մենակ փոքր մկանաթելերը։ Քո մոտեցման վերջին կրկնությունները պետքա զգալիորեն դանդաղեն անկախ քո կամքից։ Եթե դու այս կետին չես հասնում ու քո վերջին կրկնությունները տեղի են ունենում լրիվ նույն արագությամբ, ինչ մոտեցման սկզբի կրկնությունները, դու ամենայն հավանականությամբ ատկազին բավականաչափ մոտ չես հասնում։